սատարում եք, հիմա ուզում եմ հասկանալ ընտրություններից ինչ սպասելիքներն ու իրականացան թե չէ։ Սպասելիքներս շատ ավելի գոհացուցիչ են իմ գնալ սպասելիքներ։ Ես ավելի վատ արդյունք էի ակնկալում, բայց ավելի լավ։ Ընդդիմադիրների ձայների առումով, պարոն Տոնոյան։ Ավելի հավասարակշռված դառավ ազգային ժողովը։ Ավելի հավասարակշռված կան նախկինում։ Իսկ այն պարական Իսկ երբ որ կա ընդդիմություն, երբ որ ընդդիմությունը ուժեղ է, ես կարծում եմ, որ բարգավաճի պարագայում շատ այլ 3-5-րդի հարցը կբարձրանար, այդտեղ խնդիրներ են առաջանում։ Հիմա հավասարակշռված է բավական։ Եվ պարոն Տոնոյան, 8-րդ գումարման ազգային ժողովում ստեղծվեց, ձևավորվեց հանձնաժողով, քննվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները, որը չհանրայնացրեց, չհրապարակվեց։ Ի վերջո հասարակությունը ինչպես պիտի ստանա 44-օրյա պատերազմի իրական պատասխանները կամ արդյոք հանրությունը բավարար տեղեկացված է, թե ինչ է կատարվել։ Չեմ կարող ասել հանրությունը ինչ պետք է ստանա, բայց ստանալուց առաջ, հանրությանը ներկայացնելուց առաջ ես ունեմ ժամանակական իրավունքն, որ ես ծանոթանամ պարտադիր նյութին եւ ես հուսով եմ, որ դա այդպես է կլինի, եթե որոշում կայացվեց հանրայնացնելու ցանկացած մասը։ Այսինքն դուք էլ չեք ծանոթացել որ։ Ես դիմել եմ եւ պատասխանը չեմ ստացել ինչեւ։ Այսինքն հնարավոր է վիճարկեք որոշում ստանալու դեպքում նաև դատական կարգով վիճարկեք։ Դատական կարգով վիճարկելու խնդիր չի առաջանա, եթե հանրայնացման չգրվի նյութը։ Ես դրան հիմա որպես նյութ եմ։ Եթե դա դարձավ զեկույց, այդ զեկույցը գնաց հանրայնացման, ես որպես քննությանը մասնակից իրավունք ունեմ ծանոթանալու։ Դա իմ իրավունքն է։ Իսկ ըստ ձեզ պետք է արդյոք որ հանրայնացվի։ Իսկ ընդհանրապես պետք էր այդ քննիչ հանձնաժողովը ստեղծել։ Հիմա եթե գտել են որ պետք է